Կրոնի հիվանդությունը, որը այսօր համարվում է անբուժելի, ժամանակակից ալոպաթիկ բժշկության կողմից և որը համարվում է և որը բուժվող է, բժշկվող է կլասիկ և հոմեոպաթիկ մեթոդոլոգիայով։ Հոմեոպաթիկը ավելի մոտ է կլասիկին և կլասիկ բժշկությունն է հիմքը, իսկ ալոպաթիան, որը կա, դա ավանդութային ոռոգվոճվում է, դա և շեղվել է իր ավանդույթներից և որոշակի ավանդութային, այսպես փիլիսոփայություն մնացել է, այսինքն ավանդույթը պետք է տրամաբանորեն մոտենալ, որը որ ճիշտ է, դա կարող է մնալ, որը որ ճիշտ չէ, չի կարելի կամակոր երեխայի նման ավանդույթին միայն հետևել, ասելով, քանի որ ավանդույթը այսպես էլ եղել, որովհետև ավանդույթներ կան, որոնք ունեն տրամաբանական բացատրություն և պատճառ, կան ավանդույթներ, որոնք կամակոր երեխաների նման սովորություն է դարձել, և այստեղ դրա համար եմ նշում, որ կլասիկ և տրամաբանական բժշկության, այսինքն տրամաբանությամբ եթե մոտեցվի և ճիշտ մեթոդոլոգիայով աշխատվի, ապա կրոնի հիվանդությունը ինքը բուժելի հիվանդություն է, այսինքն բուժվող, բայց ժամանակակից բժշկությունը հայտարարում է, որ այն անբուժելի է։ Նախ և առաջ կրոնի հիվանդությունը հասկանանք, թե դա ինչ է։ Կրոնի հիվանդությունը դա քրոնիկ բորբոքումն է աղեստանոցային համակարգի տրակտի, այսինքն ընդհանրապես մարսողական համակարգի քրոնիկ բորբոքումներ ոչ միայն աղեստանոցային, այսինքն լորձաթանակները ընդհանուր կարող են լորձաթանակները բորբոքվել, լինում են աղիների քրոնիկ բորբոքում, լինում է ստամոքսի, ընդհանուր լեղացորանների և այդպես շարունակ, ընդհուպ մինչև կարող է արյունահոսություն լինել կամ արյան հետք կղանքում և այդպես շարունակ։ Կրոնի հիվանդությունը դա չի բացատրում, թե ինչից առաջացավ այդ ախտորոշումը և բնականաբար, եթե պատճառը չի բացատրում, ապա արմատը նկատի ունեմ, ապա անհնար է դառնում ըստ իրենց բուժումը։ Նախ և առաջ ասեմ, որ կրոնի հիվանդություն, բերեք այդ անունը փոխենք աղեստամոցային համակարգի կամ մարսողական համակարգի քրոնիկ բորբոքում անվանմամբ, քրոնիկ բորբոքումները կարող են տարբեր պատճառներ ունենալ և արմատներ ունենալ, օրինակ կարող են նույնիսկ աղիքի փոքր խոցեր, կան խոցեր, որոնք ոչ մի հետազոտությամբ չեն երևում, շատ մանր են, կարող են ձիվերքուլներից լինել առաջանալ, կարող են նաև մեկ այլ օրգանիզմ փոխանցվել այդ քրոնիկ բորբոքում, օրինակ աղիներից, օրինակ երիկամների քրոնիկ հիվանդությունից աղիներ և լյարդի քրոնիկ բորբոքումից պարզ է, որ և հաստաղիկն է բորբոքվում և ընդհանրապես ընդհանուր լեղացորանները և այդտեղից բորբոքում անցնում է և ստամոքսի լորձաթանակներին և այդպես 12 մատնի աղիքի, եթե ստամոքսային գեղձի և հակառակը ստամոքսից կարող է անցնել, եթե կա ստամոքսի, այսինքն քրոնիկ գաստրիտ և այսօրվա բժշկությունը, որը շատ վտանգավոր բուժում է առաջարկում, դա թերապիան է, այսինքն սիմպտոմատիկ ձևով ախտանիշը ճնշելով սիմպտոմատիկ բուժում է առաջարկում, որը ախտանիշն է միայն ճնշում, առաջացնելով նոր այլ խախտումներ և հիվանդություններ, ընդհուպ նույնիսկ կարող են օգտագործել և իրենց մեթոդոլոգիայով կա, որ հորմոններ են տալիս, հորմոնալ թերապիա են իրականացնում, որը բերում է ամբողջ օրգանիզմի հիվանդացմանը, նոր հիվանդություն առաջանում։ Հորմոնալ թերապիան երբեք չի կարող բուժել մարդուն և երբեք չի բժշկել, ընդհակառակը միշտ վնասել է, որովհետև հորմոնալ թերապիայով մարդը փորձում է իր փոքր գիտելիքներով ազդել օրգանիզմի պրոցեսներին,
որով և խախտում է ընդհանուր օրգանիզմի կենսական ուժը, կենսական պրոցեսները և ինքնավերականգնման պրոցեսները։ Եվ այսպիսով այդ կրոնիկ կամ մարսողական համակարգի խրոնիկ բորբոքումները ոչ միայն համարում են անբուժելի ժամանակակից մեթոդոլոգիա, այլև նաև պատճառների շատերը կապում են գենետիկական ֆակտորի հետ, այսինքն ինչը որ չի կարող բուժի, կապվում է գեների հետ։ Դա տրամաբանորեն հասկանալի է, թե ինչու է այդպես կատարվում, բայց գենետիկական ֆակտորը շատ քիչ տոկոս է կազմում հիվանդների շրջանում։ Կան հիվանդություններ, որոնք ժառանգական ձևով փոխանցվում են, բայց շատ քիչ տոկոս է կազմում կրոնի հիվանդության կամ այդ մասսովական համակարգի խրոնիկ բորբոքումի հիվանդությունը։ Շատերի մոտ դա ձեռքբերովի է, շատերի մոտ կարող են և սխալ ապրելակերպից առաջանալ, ոմանց մոտ կարող է և հարուցիչներից առաջանալ, բայց հիմնականում կա հիվանդություն, եղել է հիվանդություն կամ կարող է նույն սպիրտային խմիչքներից առաջանալ, նույն գիշերները հաց ուտելուց առաջանալ այդ հիվանդությունը, նույն ճարպակալումից, օրինակ լյարդի ճարպակալումից առաջանում է խրոնիկ բորբոքում լյարդի, նույն հնարավոր է ինֆեկցիաներից, նույն հեպատիտի նույն այդ պատվաստանյութը առաջացնում է այդպիսի հիվանդություն, այսինքն երբ որ պատվաստում են հեպատիտի դեմ, իրականում հեպատիտի դեմ պատվաստողներից շատի մոտ հենց լյարդի խրոնիկ բորբոքում է առաջանում և օրգանիզմը պատրաստ չի լինում այդ պատվաստանյութը ընդունել և յուրացնել, և այդպես շարունակ։ Լինում են դեպքեր, երբ երեխա ժամանակ են պատվաստանյութ տալիս, այսինքն ներարկում են, դրանից հետո էլ կարող է առաջանալ, լինում են ինֆեկցիաներ ծննդատներում են առաջանում, այսինքն ձեռք են բերում, շատ են լինում են ծնողներից խրոնիկ բորբոքումներ են ստանում, այսինքն մայրը ուներ աղիների խրոնիկ բորբոքում կամ լորձաթանքների խրոնիկ բորբոքում կամ կարող էր նաև կաթի հետ, եթե ուներ մաստոպացիա, այսինքն բորբոքման պրոցես ուներ կրծքագեղձերում, ապա կաթի հետ կարող էր նույն բորբոքումները գնալ և այդպես շարունակ, այսինքն պատճառները իրականում շատ են, բայց եթե բուժաբժիշկը փորձում է գտնել պատճառը և պատճառից է սկսում բուժումը, ապա շատերի մոտ այդ հիվանդությունը բժշկվում է։ Դա անբուժելի հիվանդություն չէ, դա բուժվող է մեծ մասամբ և դա չի կարելի թերապևտիկ ձևով բուժել, ինչը առաջացնում է ալոպաթիկ ժամանակակից մեթոդոլոգիան, որը տանելու է մինչև հորմոնալ թերապիայի, որից հետո չնայած մինչ այդ էլ այնպիսի պրեպարատներ են տալիս, որոնք շատ մեծ վնաս են հասցնում օրգանիզմին։ Ուրեմն այդ հիվանդությունից հետո է, որ կարող են առաջանալ կիստաներ կոճուկի, թարախային կուտակումներ, պարապրոպտիտ, ճիբաններ, այսինքն տոքսիկացիան և թույնը չի կարողանում օրգանիզմը ցանել, այսինքն աղիների լուրջ հիվանդություն կա։ Այդ ժամանակ մաշկի միջոցով է այդ ամենը թույնը և օրգանիզմի վնասական նյութերը դուրս գալիս են այդ ձևով։ Եվ հիմնականում նաև կղանքի հետ կարող է արյուն լինել, նույնիսկ թութ կարող է առաջանալ հենց աղիների խրոնիկ բորբոքումից։ Եվ հիմնականում բուժելուց հետո պացիենտի մոտ այդ ամենը նույնպես անցնում է, այսինքն մյուս ախտանիշները, որոնք դրանց հետևանք են, օրինակ պարապրոպտիտը հեշտ բժշկվում է, եթե աղիները մասսովական համակարգով բուժում են։ Առողջ եղեք։